Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության ապահովագրության շրջանակում որոշ ծառայությունների համար հնարավոր է կիրառվի հերթագրման համակարգ։ Նրա խոսքով առաջին ամսվա արդյունքները լավատեսական են եւ հերթերը հավանաբար երկար չեն լինի։ Նախարարը նշել է, որ քաղաքացիների դիմելիությունն աճում է, մարդիկ հասկացել են, որ ծառայությունները իսկապես հասանելի են։ Նրա համոզմամբ համակարգն ու հնարավոր ռիսկերը կառավարելի են եւ գործընթացը կշարունակվի սահուն կերպով։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջարկում է նոր կարգավորումներ սահմանել, այդ թվում սանկցիաներ կիրառել այն օտարերկրյա հեռուստահաղորդումների նկատմամբ, որոնք միջամտում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Նոր փոփոխություններով նույն պահանջները վերաբերում են ինչպես մուլտիպլեքսի, այնպես էլ կաբելային հեռուստաընկերություններին։ Եթե նրանց միջոցով հեռարձակվող օտարերկրյա ալիքներում լինի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն, ապա հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարող է սանկցիա կիրառել օպերատորի նկատմամբ։ Նախագծով նաև վերանայվում են տուգանքները եւ սահմանվում են լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հստակ հիմքեր։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակում Հայաստանի տարածքում երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման եւ արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 200-ից 300 միլիոն դոլար ներդրում։ Վերակառուցման կարիք ունեն Երասխի 2-3 կիլոմետրանոց բացակայող հատվածը եւ Ախուրիկի ավելի կարճ հատվածը։ Բացի այդ, նախատեսվում է արդիականացնել շուրջ 100-ից ավելի կիլոմետր երկարություն ունեցող երկաթուղային հատվածը։ Այս մասին հայտարարել են ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։ Հայաստանի կենտրոնական բանկը սահմանել է քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն շեմեր, հատկապես փոքր բիզնեսներին աջակցելու համար։ Մինչև 150 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար ֆիզիկական տերմինալներով վճարումների դեպքում կգործեն հետևյալ առավելագույն տոկոսադրույքները։ Արքա քարտերով առավելագույնը 0.5%, ամենամեծ երկու միջազգային քարտային համակարգերի քարտերով առավելագույնը 0.9%։ Բացի այդ, փոքր բիզնեսների համար բանկերի միջև միջբանկային սակագնի առավելագույն չափը սահմանվել է 0.2%։ Միացյալ Նահանգները մտադիր է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքար սկսել ցամաքում։ 2025 թվականի սեպտեմբերից ի վեր Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսում եւ Կարիբյան ծովում պարբերաբար հարվածել են ավերի, պնդելով, որ դրանք մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր են տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Այդ հարվածների հետևանքով ըստ ամերիկյան ԶԼՄ-ների զոհվել է շուրջ 120 մարդ։ Միացյալ Նահանգներում կարող են չեղարկել ալիմենտի պարտք ունեցող անձանց անձնագրերը։ Գործող օրենքի համաձայն դաշնային կառավարությունը կարող է սահմանափակել կամ չեղարկել անձնագիրը, եթե ալիմենտի պարտքը գերազանցում է $2500։ Նոր մոտեցման շրջանակում պետդեպարտամենտը կարող է սկսել անձնագրերի չեղարկումը սեփական նախաձեռնությամբ։ Եթե կարգավորումը կիրառվի ամբողջ ծավալով, ապա ալիմենտի զգալի պարտքեր ունեցող անձինք կարող են զրկվել միջազգային ճանապարհորդությունների հնարավորությունից մինչև պարտավորությունների կատարումը։ Միացյալ Նահանգները Վենեսուելայում նավթի եւ գազի հետախուզման ու արդյունահանման լիցենզիաներ է տվել։ Թույլատրված են գործառնություններ, որոնք ներառում են վճարումների մշակում, փոխադրումների եւ լոգիստիկ ծառայությունների կազմակերպում, ներառյալ նավերի վարձումը, ծովային ապահովագրություն ստանալը եւ պաշտպանության ու վնասների փոխհատուցման ծախսերի ծածկումը։ Բացի այդ, լիցենզիան թույլ է տալիս վերանորոգել նավթի կամ գազի արդյունահանման համար օգտագործվող սարքավորումները։ Չինաստանում ստեղծել են աշխարհում առաջին մարտարվեստի լիգան մարդակերպ ռոբոտների համար։ Մրցաշարի նպատակն է բարելավել մարդակերպ ռոբոտների հիմնական հնարավորությունները, ներառյալ շարժման կառավարումը, հավասարակշռման ալգորիթմները, որոշումների կայացումը եւ այլ հատկություններ։ Այսուհետ Հայաստանի Հանրապետությունում տղաները մինչև զորակոչի տարիքի հասնելը կարող են լքել երկիրը, խուսափել զինվորական ծառայությունից ու դրա համար չենթարկվել քրեական պատասխանատվության։ Օրենքը վերաբերում է 27-ից 37 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Փոփոխություններով նախատեսվում է 5 տարբերակ՝ ծառայել 24 ամիս, ծառայել 1 տարի 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս եւ վճարել
5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ, վճարել 15 միլիոն դրամ եւ չանցնել զինվորական ծառայության։ Քվեարկություն։ Կողմ 50-86 դեմ 0 ձեռնպահ 5։ Որոշ քաղաքացիներ ազատվում են չծառայելու համար քրեական պատասխանատվությունից, մյուսները ծառայության համար պատվովճար են ստանում։ Մասնավորապես, Պաշտպանության նախարարությունն առաջարկում է Պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիրը կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Ռազմական ակադեմիան ավարտած սպաների աշխատավարձն էլ տատանվում է 620,000-ից մինչև 750,000 դրամի սահմաններում։ Բայց կարող ենք ունենալ ստորաբաժանումներ անգամ, որ այս 750-ից զատ, եթե անցկացնեն նաև այլ պայմաններում ծառայություններ, նրանց աշխատավարձը ավելի բարձրանալու հնարավորություն կունենա ընդհանուր մինչև 820,000։ Բայց սրանք կարող են հաճախ լինել մասնավոր դեպքեր, որովհետև վերաբերելի կարող են լինել միայն այդ մարդկանց, ովքեր ունեն գերազանց առաջադիմություն եւ համընկնում են իմ նշված պայմաններին։ Ազգային ժողովի օրակարգային մյուս հարցով էլ որոշվեց 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես վաճառքներում, ինչպես նաև բացօթյա եւ շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Արգելքը խախտելու համար սահմանվել է նաև պատասխանատվություն, առաջին անգամ խախտելու դեպքում նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդող դեպքերի համար տուգանք 100-ից 150,000 դրամի չափով։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլ առաջարկում է նոր կարգավորումներ սահմանել, այդ թվում սանկցիաներ կիրառել այն օտարերկրյա հեռուստահաղորդումների նկատմամբ, որոնք միջամտում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Նոր փոփոխություններով նույն պահանջները վերաբերում են ինչպես մուլտիպլեքսի, այնպես էլ կաբելային հեռուստաընկերություններին։ Turkish Airlines ավիաընկերությունը մարտի 11-ից գործարկելու է չվերթեր դեպի Երևան։ Զվարթնոց օդանավակայանից հայտնում են, որ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից շաբաթական 14 չվերթի։